Երբ նայում ես աշխարհին, տեսնում ես պատերազմներ, ցավ, անարդարություն։ Գուցե քո սրտում հնչում է հետևյալ հարցը. եթե Աստված կա, ինչու այս կանչարի կա։ Շատերը մեղադրում են Աստծուն, կարծելով, որ նա չի տեսնում, բայց Աստվածաշունչը հիշեցնում է, որ Աստված տեսնում է, Աստված լսում է, եւ Աստծուն ցավ է պատճառում մարդկանց չարությունը։ Դավիթ թագավորն էր տեսնում աշխարհի խավարությունը, նրա օրերում նույնպես կար ցավ, բռնություն եւ անարդարություն, բայց նա չընկավ հուսահատության մեջ, նա իր մխիթարությունը գտավ Աստծո մեջ։ Սաղմոս 94:19-ում նա ասում է. «Մինչ իմ հոգսերը իմ սրտում շատանում են, քո արդարությունները ուրախացնում են ինձ»։ Աշխարհը մեղքի տակ բեռնավորված մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է այնպիսին, ինչպիսին կա, եւ Աստված ամեն բան կփոխի միայն գալուստից հետո։ Իսկ մինչ այդ այսօր Աստված պատրաստ է փոխել քո հոգեվիճակը, տալ քեզ մխիթարություն, երբ քո հոգսերը շատանում են եւ դու պատրաստ ես հուսահատվել։ Նրան բեր քո վախերը, հոգսերը, կոտրվածությունն ու հարցերը։ Եվ գուցե հենց այսօր Աստված պատասխանի քեզ եւ տա քեզ անսասան հույս։ Եթե օգնության կարիք ունես այս կարևոր հարցում, գրիր կամ զանգիր։